այսօր մեր մեծ հայնակից ադմիրալ ծովակալ Ռուսեն ասենք այսպես Իսակովի ոչ ծննդյանորն է, ոչ մահավան, բայց ես ուզում եմ, որ խորհուրդները բավականին լավ գնահատեն։ Այսօր առնվազն 3 խորհուրդ կա այստեղ հավաքելու եւ հիշելու մեր մեծ զորավարին։ Մի քիչ մոտիկ այսպես, ահա։ Նախ մարտի 22-ը մեր նախնիկ տոնել են որպես Գանան առաջին օր, գիշերը հավասարի օր, որը նշանակում է, որ լույսը մարտի 22-ին հաղթեց խավարին։ Այսօր մեր երկրում խավարի իշխանություն է հաստատված եւ եթե բնության մեջ այսօր զարթոնք կա, որտեղ լույսն է իշխելու եւ ոչ թե խավարը, մենք մեր պայքարով մեր ընկերների հետ միասին փորձում ենք Հայաստանում շուրջ 7 տարի թևածող խավարը ցրել։ Երկրորդ խորհուրդը այսօր աշխարհը տոնում է Բալթիկ ծովի օրը, մարտի 22-ը։ Ծովակալ Իսակովը եղել է Բալթյան նավատորմի իրական հրամանատարը եւ հայնական պատերազմից առաջ եւ հայնական պատերազմում եւ դրանից հետո։ Եվ մենք ունենք նաեւ երրորդ խորհուրդը։ Այսօրը քրիստոնյա աշխարհը տոնում է 40 նահատակների օրը, 40 հռոմեական լեգիոնի զինվորներ, որոնք հավատարմության ուխտ տարեցին իրենց Աստծուն եւ հանուն այդ հավատի Սեբաստիայում նահատակվեցին։ Այսօր մեր պայքարը եւս այդպիսին է։ Հայաստանում իրապես չկա քաղաքական պայքար։ Մեր գոյութենական պայքարն է օկուպացիոն ռեժիմի դեմ, որի կոլաբորանտ իշխանությունները կոչվում է Հայաստանի կառավարություն։ Ինչպես մեր նախնիկ եւ մեր հավատակից եղբայրները պայքարեցին չվախենալով ոչինչից, անգամ ֆիզիկապես չլնելուց, դրա համար այսօր Հայաստանում ապրում է հայը, այս գոյութենական պատերազմում հավատը ամենամեծ զենքն է, որը կարող է հաղթել ցանկացածին։ Տերն ասում է. մեկը ինձանով ավելի հզոր է, քան աշխարհը, եւ հետաբար ապավինելով մեր 3 ծնողներին, որոնցից ժառանգել ենք դասիրակություն, խրատ, ավանդույթներ, մեր երկրորդ ծնողը մեր մայր հայրենիքն է, որին պարտական ենք, որ այս հողի վրա մենք ապրում ենք, եւ երրորդ ծնողը Հայր Աստվածն է, որին մեր պապերը դավանել են եւ այդ դավանանքի ուժով մենք այսօր ապրում ենք։ Այն որ օրվա իշխանությունները կարողանում են իրենց ապօրինությունները դյուրին կերպով անցկացնել, իրենք ունեն տանիքներ եւ այսօր մենք գտնվում ենք մի տարածքում, որտեղ այդ տանիքներից մեկն է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը։ Անցյալ տարի հունիս 12-ին մեր ժողովուրդը կրկին անգամ ընդվզեց արդարացի պահանջներ ներկայացնելով, որտեղ ոստիկանությունը կիրառելով ոչ համաչափ ուժ, բռնություններ, խոշտանգումներ կարողացավ այդ փոքր ճակատամարտում հաղթել։ Եվ տարօրինակ չէ, որ հունիս 13-ին այս հարևան շենքում նստած Սույն տիկինը, որը ներկայացնում է Ամերիկա պետության ժողովրդին եւ պետությանը տարածեց հայտարարություն առայն հավաքական առումով ես հակիրճ ասեմ, որ իրենք խրախուսում են ոստիկանության քայլերը եւ բռնությունների մեջ մեղավոր է ժողովուրդը։ Ահա թե ինչու Նիկոլները եւ Նիկոլի նմանները կարող են երկար գոյատևել, քանի այդպիսի դեսպաններ կան։ Մենք մեր արդարացի ձայնն ենք բարձրացնում, որպեսզի այդպիսի դեսպաններ ուղղակի մեր երկրից դուրս դրվեն, որպես անցանկալի անձ։ Իսկ այդ դեպքերի հետ կապված ես խոսքը փոխանցում եմ Ալլա Հակոբյանին, որտեղ է տիկին Ալլա։